Թուրքիայի պատմության մեջ չկան ցեղասպանության, կոտորածների, ճնշումների եւ գաղութատիրության դրվագներ։ Անդրադառնալով հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի որոշմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Որևէ կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանն այն հանցավոր խմբի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց արյունով։ Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ եւ գաղութատիրություն, հայտարարել է Էրդողանը։ Իսրայելի բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից, քանի դեռ գտնում է, որ սպառնալիք կա Հեզբոլլահ խմբավորման կողմից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ մեկնել է Լիբանանի հարավ եւ այցելել Իսրայելի ռազմական վերահսկողության տակ գտնվող սահմանային շրջաններ։ Քանի դեռ Հեզբոլլահն այստեղ է եւ սպառնում է մեզ, մենք կմնանք։ Մեր ուղերձը հետեւյալն է՝ եթե սպառնալիք եք տեսնում, գործեք, ասել է Նեթանյահուն դիմելով զինվորներին։ Նույնիսկ հիմա, երբ մենք բանակցություններ ենք վարում Ամերիկայի հետ, մենք չենք բանակցում ընկերոջ հետ։ Մենք բանակցություններ ենք վարում անվստահելի թշնամու հետ, որն անպայման գործողություններ կձեռնարկի մեր դեմ առաջին իսկ հնարավորության դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Իրականում մարդը կարող է լավ բանակցել միայն այն դեպքում, երբ պատրաստ է պատերազմի։ Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ Միացյալ Նահանգներում ծնվածների համար։ Նման որոշում է ընդունել ԱՄՆ Գերագույն դատարանը, այդպիսով արգելափակելով Թրամփի Միացյալ Նահանգների տարածքում ծնվածներին քաղաքացիություն շնորհելը սահմանափակելու մասին հրամանագիրը։ Այս որոշմանն անմիջապես արձագանքել է Թրամփը, դիմելով Կոնգրեսի օգնությանը։ Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային։ Նրանք կունենան իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը, գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից 6 օր անց փլատակներից ողջ են դուրս բերել 3 տարեկան երեխայի, հայտնել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Ուելսի արքայադուստրն էլ 24 ժամում բարձրացել է Մեծ Բրիտանիայի 3 ամենաբարձր գագաթները քաղցկեղի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելու նպատակով։ Արքայադուստր Քեյթն այդպիսով աջակցել է այն հիվանդանոցին, որտեղ 2 տարի առաջ քաղցկեղի դեմ բուժում էր ստացել։ Շատերն են ինձ հարցրել, ինչու եմ մասնակցում այս արշավին, պատճառը մասամբ անձնական է, ես անչափ երախտապարտ եմ այստեղ լինելու համար եւ որ ունեմ բավական ուժ այս բլուրները բարձրանալու համար, ասել է նա տեսաուղերձում։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։